Իմ մեծագույն համոզմամբ, այո, արժե եւ շատ կարեւոր է։ Ինչու, որովհետեւ մենք երեխային սովորեցնում ենք, որ նա արժանի է լավ վերաբերմունքի եւ այն, որ մենք ձայնը բարձրացրեցինք, չգիտեմ, իր վրա բղավեցինք կամ իրեն ոչ ճիշտ խոսքերով դիմեցինք, դա չի նշանակում, որ նա արժանի է այդպիսի վերաբերմունքի։ Երբ սա մենք ասում ենք երեխային, մենք նրան սովորեցնում ենք, որ հետագա կյանքում դպրոցում, ընկերներ ընտրելիս, կյանքի ընկեր ընտրելիս, ամուսին ընտրելիս, նա պետք չէ որ գնա այնպիսի մարդկանց հետևից, ովքեր բղավում կամ իրեն ոչ լավ չեն վերաբերում։ Նա արժանի է շատ ավելիին, եւ սա մենք մոդելավորում ենք մանկուց, որպեսզի նա մեծանա ավելի ինքնավստահ, ավելի հստակ իմանալով, որ նա թե նա ինչի է արժանի կյանքում։ Հակառակ դեպքում, եթե մենք անդադ բղավում ենք նրա վրա եւ դա դառնում է նորմալ, երեխան իր ընկերական, հետագայում ամուսնական հարաբերություններում ընկալում է իր վրա բղավոցը, ձայնը բարձրացնելը որպես նորմալ երևույթ, եւ նա դա տանում է, որը իրականում այնքան էլ ճիշտ չէ։ Հաջորդը, երբ մենք ներողություն ենք խնդրում, մենք սովորեցնում ենք, որ ծնողը նույնպես մշտապես ճիշտ չէ, ծնողները նույնպես սխալ են գործում, եւ դա նորմալ է։ Սխալ գործելը նորմալ ու մարդկային է։ Բոլորս էլ մեր կյանքում սխալներ ենք գործում։ Սա մոդելավորում ենք, որը հետագայում երեխային կօգնի ավելի հեշտ ընդունել իր սխալները եւ սխալների համար պատասխանատվություն կրել, որը հաջորդն է։ Սովորեցնում ենք մեր սխալների համար պատասխանատվություն կրել, երբ մենք սխալ ենք արել, մեզ վատ ենք պահել, ձայնը բարձրացրել ենք, ինչ ենք անում դրանից հետո։ Սա սովորեցնում է երեխային ինչպես վարվել, երբ նա սխալ վերաբերմունք է ցույց տվել դրսում, երբ նա ընկերոջ վրա բղավել է, կռիվ է արել, վատ խոսքեր է ասել, երբ նա, չգիտեմ, դասի ժամանակ խաբել է ուսուցչին եւ այլն, սովորեցնում ենք պատասխանատվություն կրել սեփական վերաբերմունքի համար։ Սա շատ կարեւոր է եւ հետագայում երեխային անպայման շատ անհրաժեշտ կլինի։ Եվ վերջինը մենք ամրացնում ենք կապը երեխայի հետ։ Մենք երեխային ցույց ենք տալիս, որ նրա զգացմունքները, հույսերը մեզ համար կարևոր են, ու չնայած այն հանգամանքին, որ մենք մեր ձայնը բարձրացրեցինք, դա ոչ թե իր մեղքն էր, այլ մեր։ Այո, նա չլսեց մեզ, բայց դա չէր նշանակում, որ մենք պիտի բղավեինք։ Դա նշանակում էր, որ մենք մեր մոտեցումը պիտի փոխեինք, ու դա չենք արել։ Հիմա, երբ մենք ներողություն ենք խնդրում, հնարավորություն ենք տալիս, որպեսզի մեր ծնող-երեխա հարաբերությունը ամրանա։ Իսկ ինչի է դա մեզ պետք, ինչքան ամուր է ծնող-երեխա հարաբերությունը, այնքան մեծ է հավանականությունը, որ երեխան կլսի։ Ինչու՞, որովհետև երեխան տեսնում է այդ կապը, եւ նա ուզում է, որ իր մայրը միշտ ուրախ լինի։ Իսկ ինչպես նա ուրախ կլինի, եթե նա լսի ծնողին։